Սիրելի ժողովուրդ, ողջունում եմ բոլորիդ, հավանաբար շատերդ կհիշեք, օրեր առաջ ամենայն հայոց մերժվածը հայտարարեց, որ գյուղերում, որտեղ կան փոքրաթիվ դպրոցականներ, այդ գյուղերում դպրոցաշինությունը համարում է պետական բյուջեի վատնում կամ նույնն է թե թալան։ Մի դպրոցում, որտեղ 20 աշակերտ կա, 2 միլիոն համարյա դոլար եմ ծախսում դպրոց կառուցելու համար։ Հիմա այդ թալանը, ի՞նչ տարբերություն թալանում ես, թե վատնում ես։ Դե ինչ, ըստ ամենայն հայոց մերժվածի, դպրոցաշինությունը փոքրաթիվ դպրոցականներ ունեցող գյուղերում հավասար է թալանին։ Հիմա առաջարկում եմ դիտել, թե ինչ էր կատարվում ամենայն հայոց մերժվածի կառավարման տարիներին, օրինակի համար Պտղունք գյուղում, երբ գյուղում կար 400 դպրոցական, բայց գյուղի դպրոց հաճախում էր ընդամենը 107-ը։ Իսկ թե ինչու էր 400 դպրոցականից ընդամենը 107-ը հաճախում նույն գյուղի դպրոց, կառաջարկեմ դիտել տեսանյութում։ Մեր դպրոցը շատ հին է, շատ ցուրտ է, ձմռանը հատկապես, մեր ոտքերը շատ են սառում, պատուհանները, որ կոտրված են լինում, քամի է փչում սառը, փորները սկսում է ցավել, հիվանդանում ենք եւ ամիսներով չեն կարողանում հաճախել դպրոց։ Վտանգված է երեխաների կյանքը, որովհետև ծեփը կարող է ընկնել, հատակը ճոճվում է, հատակը իջնել, ամեն պահի կարող է երկրի ներքից մի փոքր ցնցում լինել եւ ճաքը խորանալ, նույնիսկ փլուզում լինել։ Սիրելի ժողովուրդ, սա այն բազմաթիվ դպրոցներից մեկն էր Հայաստանի Հանրապետությունում, որտեղ մեր երեխաների կյանքը բառի բուն իմաստով վտանգված էր դպրոցի վթարային շենքում։ Սա այն բազմաթիվ դպրոցներից մեկն էր Հայաստանի Հանրապետությունում, որտեղ անմարդկային պայմանների պատճառով մեր երեխաները զրկված էին կրթություն ստանալու հնարավորությունից։ Բնականաբար Պտղունք գյուղում վաղուց արդեն այս իշխանության օրոք կառուցվել է նոր դպրոց։ Իդեպ դպրոցում կան միջազգային ստանդարտներին համապատասխան բոլոր պայմանները, որպեսզի գյուղի բոլոր երեխաները ստանան իրենց անհրաժեշտ կրթությունը։ Եվ այո, ես շարունակում եմ վերահաստատել այն միտքը, որ դպրոցաշինության դեմ տարվող այս արշավը ունի մեկ նպատակ՝ մարդկանց զրկել կրթություն ստանալու հնարավորությունից։ Մի պարզ պատճառով, որովհետև այս մարդկանց պետք չեն կրթված մարդիկ, այս մարդկանց պետք են անկիրթ, անբարեկեցիկ պայմաններում ապրող մարդիկ, որոնց ընտրություններին 5000 դրամով կարող են կաշառել եւ ստիպել, որպեսզի քվեարկեն իրենց օգտին։ Սա է դպրոցաշինության դեմ տարվող պայքարի ողջ իմաստն ու նպատակը։ Հայաստանի Հանրապետություն քաղաքական ընդդիմախոսություն չկա, քաղաքական ընդդիմախոսներ չկան, կան մարդիկ, ովքեր որ վիրավորանքներ են հնչեցնում, որևիցե բան չեն առաջարկում։ Խնդրում եմ ասեք, ինչ առաջարկներ են արել վերջի ժամանակահատվածում, որոնք քաղաքական նշանակություն ունեն, խաղաղության հետ կապված, չգիտեմ, պետության ապագայի հետ կապված, բացի Ռուսաստանի եւ Բելարուսի կազմում հայտնվելու մասին մեր ընդդիմադիր գործընկերներ ինչ քաղաքականություն են իրանք առաջարկում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Որն է այդ քաղաքական ընդդիմադիր խոսքը։ Իսկ ինչ վերաբերում է այն մարդկանց, ովքեր որ բանտերում են, ասեմ ավելին, մենք ուշացրել ենք դա։ Մենք ուշացրել ենք, երբ որ երկաթե մանդատ արտահայտություն ասում ենք, ժողովուրդը մեզ մեղադրում էր եւ դուք մեզ նաեւ հարց եք տալի, ասում եք, բա ուր է երկաթե մանդատը, խիչի գործում երկաթե մանդատը։ Այսինքն այն մարդիկ, ովքեր որ հանցագործություն են անում, հետո տեխնացություն են դնում, պետք է այնուամենայնիվ չպատժվեն։ Այսինքն նոր թափ եք հաղորդելու այս կալանավորումներին։ Ուրեմն նախ ես չէ, որ ես նոր թափ չեմ հաղորդում, ես քաղաքական գործի չեմ, բայց ես ասում եմ, որ երկաթե մանդատը սկսել է գործել, մուրճը գործում է, գործելու է ու հերթով իջնելու է տարբեր հանցագործ տարերի, սաքուլիկների, վարդանիկների, ես երբ եմ ասել, որ վարդանիկի տեղը բանտում ասենք, 5 ամիս առաջ եմ ես դա ասել։ Կամ եթե ես չասեի, դուք չգիտեիք, որ այդ մարդը տարբեր տեսակի բաների մեջ բանարածը փոխկապված է, ուզում հասկանամ։ Հիմա վերադառնանք Ռուսանի հարցին։ Եկեղեցում ինչ էին արել, նորից կասեմ։ Վերանախագելով քաղաքացուն կոշտ։ Այո, եկեղեցում չի կարելի բղավել, որտեվ դա Աստծո տունն է։ Ես այո, ծափ տալ կարելի է, մեծարել կարելի է, Աստծուն։ Բայց այնտեղ Աստծո չեն աշխատում։ Ուրեմն կրկնում եմ,
եկեղեցում բղավել չի կարելի, եկեղեցին վերածել քաղաքական միտինգի չի կարելի, այն բանը, որ քաղաքական գործիչները գնում են եկեղեցի, դա նորմալ է, բայց որ եկեղեցում դու սկսում ես քաղաքական բան, բղավեցին, դրա համար եկեղեցին այսօր ոչ թե եկեղեցին, այլ եկեղեցու որոշ մարդիկ դարել են ոչինչով չտարբերվող, ասենք չգիտեմ, շո մարդ կուսակցության տրամաբանության մեջ գտնվող մարդ։ Այս իրակի մասնակցելու եք պարոն Բարսեղյանյան, այսինքն այդպես պետք է հանեին քաղաքացուն, որը լավ, ենթադրենք ձեր ասածով առաջնորդենք չէր կարելի ոռան։ Պետք է մարդուն բռնեին, բերանը ուժեղ փակեին ու շպրտեին դու։ Չէ՞ բռնեին, բերանը ուժեղ փակեին, թույլ փակեին։ Կադրեր տեսել եք, այդ մարդը չէր կարող շերախտեն։ Արդեն չէր կարողանում շնչել։ Դուք կողքը կանգնած եք, զգում եք, որ ինքը դժվար է շնչում։ Ես մի քիչ Այն պարագայում որ քան հազարավոր մարդիկ են կամ հարյուրավոր մարդիկ են կամ 50 մարդ է հավաքված, այդ իրավիճակում հիմա ասել մի քիչ բերանը ինձ փագեիք, որ շրթունքները բան չեն։ Լավ, խնդրում եմ, էլի։ Պարոն Սիմոնյան, այս իրենք էլ արծնացելու եք պատարագին։ Քաղաքական խոսակցության, ես ասում եմ քաղաքական խոսույթ չունի ընդդիմությունը, դու այդտեղից ինձ ընդհատում ես, ասում ես, ոչ, եկա այդպես բան ու սկսում ես եկա։ Ասում եք այլախոհության համար, այլախոհություն։ Ռոզանա ջան, դու այլախոհության, Կարինեն այլախոհության եւ մնացած բոլոր այլախոհության ամենավառ ապացույցն են։ Այսինքն դուք այլ կարտիկ արտահայտելու համար դուք երբևիցե խնդիր ունեցել։ Մենք երբևիցե չենք ունեցել, Պարոն Սիմոնյան, չի խոսում ձեր մասին, դա լավ չի խոսում։ Ես օրինակ ունեցել եմ այդ խնդիրները, որտեղ երբ որ ես հրապարակային գործունեությամբ եմ զբաղվել, իմ նկատմամբ, իմ եղբոր նկատմամբ այն ժամանակ եղել է հետապնդում, եղել են ճնշումներ։ Ես զարմանում եմ, որ Սերժի եւ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ ձեր մոտ դա չի եղել, դա նշանակում է, որ համահունչ եզր եք գտել։ Մարդկա եղել է։ Պարոն Սիմոնյան, խաղաղության պայմանագրի ստորագրման համար ինչ պետք է հիմա արվի։ Ցանկություն է պետք եւ կամք է պետք ադրբեջանական կողմից եւ կարծում եմ, որ այդ ցանկությունը եւ կամքը մոտ ենք մենք դրան եւ շատ հնարավոր է նախապայմանը հաղթահարելու համար այսինքն խոսում ենք քննարկում ենք դե նախապայման չի ժողով դուք ասում եք նախապայման ես կարող եմ ասել որ դա անհանգստություն է այսինքն դուք այդ ձևակերպումը չեք տալիս բայց իրականում այն ինչի մասին դուք խոսում եք դա ադրբեջանական կողմի չեմ ուզում կտրուկ բաներ ասեմ անհանգստությունն է հա որովհետեւ իրանք անհանգստանում են ինչի համար են իրանք դա ուզում իրանք դա ուզում են նրա համար որպեսզի այսպես ասած թղթերով ամեն ինչ ճիշտ լինի, թղթերով ամեն ինչ բան լինի, ֆիքսված լինի, որտեվ կյանք է, կարող ամեն բան լինի, որպեսզի ապահովագրեն, որ վաղը մյուս օրը նոր պատերազմի առիթ չի լինի, որը իրականում լավ ցանկություն է, այլ հարց է, որ մենք մեր կողմ համարում է, որ այտենց հարց մեծ հաշվով բարձրացնելը տեղին չի եւ այդ հարցը լուծված է։ Ինչը չենք անելու։ Ստատուսները չեք փարատել։ Լսեք, մենք ակնհայտ է, թե մեզ, թե ադրբեջանական գործընկերներին, թե աշխարհին, թե ելույթներին, որոնք որտեղ հնչում էին, որ Հայաստանը ամեն ինչ արել է, իր ուժերից էլ նույնիսկ վեր արել է, որպես տարածաշրջանում խաղաղություն լինի, եւ տարածաշրջանում խաղաղություն այնուամենայնիվ փխրուն, բայց հաստատվել է այդ խաղաղությունը։ Եվ հիմա մենք պետք է շարունակենք, ինչպես ասվում է, անհանգստությունը, որ ունեն սահմանադրության մասով, իշխանությունը չի փարատել։ Շրջան, մենք ամեն ինչ արել ենք եւ ամեն ինչ անելու ենք, որ խաղաղությունը վերջնական պայմանագրի ձևով լինի, բայց դրանից էլ ավել հողի վրա խաղաղություն լինի, որտեղ մենք Վրաստանի հետ օրինակ խաղաղության պայմանագիր չունենք, բայց մենք խաղաղության մեջ ենք իրանց հետ, չէ՞։ Պետք է այդ հարցը մեզ ժամանակապետ, որ Ղարաբաղի բնակիչները ինչ որ պայի, ինչ որ մարդ, որ ուզենա վերադառնա այնտեղ, որ մենք տեսեք անհավանական բան է, գրեթե 2 տարի է մենք իրար այլևս չենք կրակում։ Սենց բան անկախությունից ի վեր չի եղել, հասկանում եք, ժամանակապետ, խնդրում եմ դա հասկացեք։ Սիմոնյան, անվտանգության աշխատողները աշխատանքային օրերին ստենի անվտանգությունը ապահովում շաբաթ-կիրակի Ստեփան Ասատրյանի անվտանգությունը։ Ո՞վ է Ստեփան Ասատրյանը։ Տեր Արամ Ես իմ աշխատակիցն հետ ինչ գործ ունեմ ուզում հասկանամ։ Սա ինձ Չէ, ճիշտ հարց չեք տալիս։ Ճիշտ չեք տալիս։ Ձեզ այս ինչ մեկ ընդդակ գնա։ Ինձ սպասարկող մարդիկ չեն մասնակցում։ Հարգես պետական, ես չգիտեմ ինչի մասին եք խոսում։ Չգիտեմ ինչի մասին եք խոսում։ քաղաքացիական պետներով Երևի ամենայն հավանականությամբ նկատել եք, այնտեղ էլի պաշտոնյաներ կային։ Կային պաշտոնյաներ այնտեղ։ Կային պաշտոնյաներ։ Այսինքն ես որ շաբաթ-կիրակի քայլում եմ, իմ հետ անվտանգության աշխատակիցներ չկան։ Արի sense մի բան պայմանանք, երբ որ հարց ենք տալիս, իմանանք ինչի մասին ենք հարցնում։ Դու չգիտես ինչի մասին ես խոսում։ Եթե ես հիմա գնամ պատարակի,
Եթե վաղը ես գնամ պատարակի, իմ սպասարկող տղաները իմ հետ գալու են, ճիշտ հազաբան։ Բա ում պետական պահպան վարչապետը ընդեղ ա եղել, հետը պետական պահպանության աշխատակիցներն են եղել, ճիշտ նոր բանա տեղյակ չէիք, որ վարչապետին պետական պահպանության ծառայություն։ Ոչ, պետական Ռեպսիմե ջան, գնա կճշտես կգաս տեղ եմ, հա։